զգործս դեռած մերոց ուղի հարայի մեզ դեր և զգործս դեռած մերոց հաջողիա մեզ ամեն։ Տերունական աղոթքով է տրվում Հայոց տուն համահայկական միավորման մեկնարկը, աղոթքը հնչեցնում է Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը, ապա փոխանցում ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունն ու ուղերձը։ Ես կարծում եմ, որ Հայոց տունը պիտի դառնա շարժիչ ուժը մեր ինքնության։ Աստված թող օգնի ամենքիդ, որ ձեր մտքերը լուսավոր լինեն, ձեր հայացքները ուղղված լինեն միայն հայակենտրոն և գաղափարներով լիքը խորհուրդներ և ծրագրեր կյանքի կոչրեք։ Հայոց տուն համահայկական միավորումը ապակուսակցական կառույց է, որի նպատակը հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ փորձառու հայ մասնագետների միավորումն է, հայկական պետականության և հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով։ Հայոց տունը առաջնորդվելու է անմնացորդ հավատքով, ազգային արժեքներով ու հայ ոգեղեն ուժի հենասյուներով, միասնությամբ, համերաշխությամբ և սիրով։ Բոլոր դժվարությունները հաղթահարելի են, երբ կա դրան դիմակայելու ցանկություն և կամք։ Սոցիոլոգ Գևորգ Պետրոսյանը հիշեցնում է պատմության ծանր շրջանները ու ընդգծում, համախմբման շնորհիվ ենք բեկում ունեցել պատմական այս կամ այն փուլում։ Խորքային պատմություն են, լաբիրինթոսներով անցել ենք հազարամյակների և ամեն անգամ, երբ որ լուրջ վտանգ ա եղել, միավորվել ենք։ Հաղթահարելով մեր եսակենտրոնությունը, մեր ժողովուրդը, մեր ազգը, այսինքն զգալով այդ վտանգը միավորվել են։ Հիմա այդ պահն է։ Հայոց տան հարկի տակ հավաքվածները արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների դեմ համախմբված հայ հասարակության և ուժեղ սփյուռքի անհրաժեշտություն են տեսնում։ Հակադիր բևեռները, վիհը այնքան են խորացել, որ այս միջավայրը փոխելը բավականաչափ դժվար է լինելու, բայց ով պետք է անի։ Որոշ մարդիկ ինձ ասում են, հիմա դու այսքան տարի միայն զուտ գիտության մեջ ես եղել, հիմա ինչ է, այլ ոլորտ ես մտնում, ասում քաղաքականություն չեմ մտնում, բայց գիտեք, որպես մտավորական փորձում եմ իմ խղճի առաջ հանգիստ լինել, որ եթե մի բան ունեմ իմ ժողովրդին տալու, մանավանդ արդեն իմ տարիքում, ես փորձելու եմ դա տամ։ Թե ինչու է Հայաստանն այսօր կանգնած մարտահրավերների առաջ և ինչպես պետք է դրանք հաղթահարել։ Բժշկագիտության դոկտոր Արմեն Չարչյանն ասում է, չկար ազգային էլիտա, որը բոլորի համար ընդունելի լուծումներ կառաջարկեր, ինչը կնպաստեր զարգացող պետության կառուցմանը։ Հիմա պրոֆեսորի խոսքով պետք է ստանձնել պատասխանատու առաջնորդություն։ Ինչ է պատասխանատու առաջնորդությունը։ Դա հայրենասեր, հայրենիքի և ազգին անուրանելի ծառայություններ մատուցած, վաստակած շատ պետականամետ մտածողությամբ, բարձր կրթական ցենզ ունեցող նվիրալ մարդկանց միավորում է, որոնք ունեն զգալի հանրային արժեք և գնահատանք, զբաղեցնում են կարևոր դիրքեր հասարակական կյանքում ազդեցիկ և քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ բնագավառներում, ունակ են ձևավորել հանրային կարծիք, ազգային պետականամետ գաղափարախոսություն և ռազմավարություն, պաշտպանել հայ ինքնությունը և հայի գենետիկ կոդը, ըստ այդմ կարողություն ներազդելու և ուղղորդելու կառավարող համակարգի և իշխանությունների գործողությունները իբարս պետականաշինության և ազգային առաջընթացի։ Հայոց տուն համահայկական միավորման դռները բաց են բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր ցանկանում են իրենց նպաստ ունենալ Հայաստան-Սփյուռք համախմբման գործում։ Միակ տարբերակը դա այն բոլոր մարդիկ, որոնք աշխարհում փորձում են և իրավունք են վերապահում իրենց հայ կոչվելու, պետք է այսօր ամբողջ իրենց ներուժը, թե մասնագիտական, թե մարդկային ներուժը ներդնեն այն հարցի համար, որպեսզի պահպանվենք որպես ազգ, որպես պետություն։ Եթե մարդու տուն ուզում են քանդեն, ինքը անդադ չի ուզում սարքել, մենք էլ մեր հայոց տունն ենք ուզում սարքել։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ պատնեշ կարող է լինի իմ օրինակ եւ Տիգրան Հեկեկյանի միջեւ, որ մենք եղբայր չլինենք։ Ինչ պատնեշ պիտի լինի իմ եւ պրոֆեսոր Չարչյանի միջեւ, որ մենք եղբայր չլինենք։ Այսօր մենք իրոք պառակտված հասարակություն ենք։ Հիմա դրա հակադարձելու, դրան դիմակայելու միակ միջոցը միավորումն է, միավորել սիրով, հարգանքով, իրար ընդունելով, իրար հասկանալով, բանավիճելով, բայց ոչ վիճելով։ Հիշում եմ միշտ
1895-96 թվականի ինքնապաշտպանական մարտերը Արևմտյան Հայաստանում, երբ որ 3 քաղաքական կուսակցություններ կողքի էին դնում իրենց թշնամությունը, միասնական պայքարում էին Վանի, Սասունի ապստամբությունների ժամանակ, դանակը պիտի ոսկորին կհասնի, որ մենք հասկանանք, որ բոլորս հայ ենք, մի արյուն ունենք մեր երակներում, վերջապես բավական է, չէ, ինչքան ենք միմյանց ատում։ Ամեն հայ ընտանիքում կա մեծ, որը արդեն գուցեև աշխատունակել չի մի առանձնապես, բայց իր այն տղեկը գալիս են երեկոյան տուն, հորը միատ ասում են սենց է եղել, հենց եղել, նստում են, քննարկում են, հոր խոսքը լսում են, գուցե անում են ինչ որ կուզեն, բայց լսում են մեծի խոսքը եւ այդ մեծի պակասը ունենք։ Եվ համար ճիշտ է, որ այստեղ մեծերի տուն պիտի լինի։ Հայերին միավորելը բարդ է, բայց Հայոց տան անդամները, համախոհները վստահ են, անհրաժեշտ կամք ունենալու դեպքում անհնարին չէ այդքան բաղձալի միավորումը, որը հանուն ընդհանուր շահի է, հանուն Հայաստանի Հանրապետության։